Կարապետյան Սամվելը մեծատարով, մեծահոգի, հզոր մարդ է։ Նրա նման մարդիկ հայ ազգին շատ են պետք։ Ինչի համար է բռնե փակելա քիչ չի մի հատ էլ բոմժը անվանում։ Ինչի այդպիսի մարդկանց բոմժ համարելը իրավունք չկա։ Շատ է որ ինքը քաղաքապետ է, շատ է որ ինքը քաղաքի եթե քաղաքապետը ներ կարգի, այս հայ ազգին չէր կայնացնի կործանման կետին։ Ինքը 6 տարվա մեջ 4 հատ կռիվ ա բերել։ Հայ ազգին կայնացնելա կործանման կետին։ Ինքը որ պետք է այդ հողերը տար, ինչի սարքեց այդքան պատերազմ, այդքան ջահելի գլուխ կերավ, ինչի համար որ պետք է հայ ազգին սարքեր կործանման կետին այդքան հայ ազգին պարկացներ ջահելներին, հիմի սաղ աղջիկները մնացել են, ազգը կործանեց, չի կարա ազգը բարևաճի, որովհետև տղամարդ չկա, որտեղից պետք է ծնունդ լինի։ Կարապետյան Սամվելը մեծահոգի, մեծատարով մարդ է, սաղ կառույցները իր ձեռքերով է, իր հունարով է, 90-ական թվականներին ինքը կայնած ա եղել հայ ազգի կողքին, ինքը միշտ օգնել է, ինքը բարերար է, որ քաղաքը մտնում է լրիվ իր շինարարություններն է, բոլորը լրիվ իրան հարգում են որպես քաղաքացի, որպես մեծահոգի մարդ, բայց Փաշինյանը ինչ է արել, ինչա ոչ մի բան չի արել, խաղաղությունը, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը, 4 տարվա մեջ, 6 տարվա մեջ 4 հատ կռիվ է բերել, ինքը ասում է, եթե ես չլնեմ սեկտեմբերից, ինչ է շեշտում սեկտեմբերից, որ կռիվ կլինի, մեծ պատերազմ կլինի, ես իմ քրոջ հետ խոսում եմ, ինքը ասում է, ես վախենում եմ, մտել են հիմնարկ, ասել են, եթե չպաշտպանես Փաշինյանին, դուք դիակ եք, ինչի, բոլորին վախի մեջ է պահում, չեմ շեշտի, բոլորը գիտեն, որ ինքը վախենում է, այո, ինքը վախենում է, բոլորին վախի մեջ է պահում, բոլորը վախենում են իրանից, Կարապետյան Սամվելը հպարտ, հզոր մարդ է, որը կայնած է հայ ազգի կողքին, որը օգնում է միշտ հայերին, բայց ինքը ինչ արել, այս 6 տարվա մեջ ինչ արել, ոչ մի լավ բան չի արել, ոչ, թոշակները ասում է, որ կբարձրացնեմ, հիմա ինքը գիտի ինչ անում, հիմա է ուզում բարձրացնի, որ ժողովուրդ իրան ընտրեն, բայց իրան ոչ մեկ չի ընտրի, ով ընտրելա փոշմանելա, որովհետև ինքը ընտրելու մարդ չի, ինքը հեծանիցից հել է Սամայլոտի վրա ու մարդկանց ձեռա, մարդների արանքով է նայում մարդկանց, այո, ինքը վախկոտ է, ինքը ոչ թե մենակ անունից է վախենում, իր նկարներից է վախենում, հաղորդում է, հանեք նկարները, հանեք իր անունը, հիմա է վախենում անունից, ինչի համար, որովհետև ինքը շատ մարդու գլուխ է կերել, վախից ինքը չգիտի ինչ անի, ինքը վախից չի կարող իր գլուխը տնի բարձին, սրտիկներ է ուղարկում, նշաններ է սարքել, հայ ազգի հողը տվեց իր ազգին, ես գիտեմ, որ ինքը հայ չի, իր ազգին, փոքր ասել, սարքեց մի փոքր նշան, որ այդ բրոշկեն տեղավորվի իր ադոշին, չի ամաչում, քաղաքներով ֆրումա, գյուղերով ֆրումա, նշաններն է բաժանում, այդ բրոշկեքն է բաժանում, դրանցով ամարդ, սրտիկներ անում, լուրջ տղամարդը սրտիկ կանի, առավոտը շուտ սրտիկներով ամարդկանց բարևում, լուրջ տղամարդը սրտիկներ չի ուղարկի, այ լուրջ տղամարդը ես տեսնում եմ Կարապետյան Սամվելին, մեծահոգի, մեծատարով, հզոր մարդ է, այո, Ես ավելացնեմ այն, որ ես 2019 թվականից իր պատճառով ես մնացի անզուգման գավառ, քանի որ ինձ կանչեցին դասի ժամին, երբ որ ինքը ընդունվեց, ինձ կանչեցին, ես ունեի ընդամենը 30 ժամ, դասավանդում էի ռուսերեն և ֆրանսերեն, և ինձ հանգարցակի կանչում են դասի ժամին և ասում են կարպիսը նա պետք է ներկայանաս տնօրենի մոտ քննության, անսպասելի ձևով։ Խնդիր չկա, ես մոտիկանում եմ քննություններ հանձնեցիք բան, բայց ինձ սենց արեցին կներեք, но мы не можем вас, вы хороший педагог, но увы։ Ընդունեցին ջահել աղջիկ, Իջևանը գրած, դիզայն կուլտուրա ավարտած ֆակուլտետը եւ այնտեղ անգամ город Իջևան, по-русски написано с маленькой буквы։ Էլ ոչինչ չեմ ասում։ Այդքանը, որ այսօր ես իր պատճառով չեմ կարողանում էլ ոչ մի դպրոց մտնեմ, քանի որ կաշառքը չվերացավ, դուրս գալուց ժողովուրդ ջան անմիջապես ասել եմ ոչինչ չփոխվեց, երբ որ բոլոր մեր օտարլեզվի ֆակուլտետը ինձ սպասում էր եւ ասեցի ոչինչ չի փոխվել, երբ որ ինձ կանչեցին հաջորդ դպրոցները եւ ասեցին $2500 կտաս, մինչեւ $5000 խնդրեմ կնստես ու շրջուի կամ տնօրեն, քանի որ ունեի եւ տնօրենության հավաստագիր։ Այսքանը կարամ ասեմ, որ սարսափելի է, էլի ես բան չեմ ասում։